Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ին շարունակում է աշխատանքը, եթերում ռևյուն է, զրուցակիցս այսօր քաղաքագետ Հրանտ Միքայելյանն է։ Բարև ձեզ, պարոն Միքայելյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն։ Պարոն Միքայելյան, այն պահին, երբ մենք իրականացնում ենք մեր տաղավարում այս հարցազրույցի նկարահանումը, Անտալիայում տեղի ունենում դիվանագիտական ֆորում, որին Հայաստանից մասնակցում է արտգործնախարար Արարատ Միրզոյանը, փոխարտգործնախարարը։ Արդեն տեղի է ունեցել նաև հայ-թուրքական հարաբերությունների հարցով հատուկ բանագնացներ Քլչ Ռուբինյան հանդիպումը եւ թուրք պաշտոնյան եւս մեկ անգամ շեշտել է հայ-թուրքական սահմանի բացման հարցով որևէ նորություն չկա եւ Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը Թուրքիայի հետ որևէ առաջընթաց ունենալու համար։ Պարոն Միքայելյան, արդյոք այս հայտարարությունը եւս մեկ անգամ փակուղում չի կանգնացնում Հայաստանին ինչպես հայ-թուրքական, այնպես էլ հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում։ Իրավացի եք, որովհետեւ հենց այս նպատակ ունի այս հայտարարությունը, եթե գնահատենք այս իրավիճակը, ապա հասկանում ենք, որ եթե նույնիսկ Փաշինյանը ուզենա, ապա հիմա հանրակրվե չի կարող անել։ Ամեն դեպքում, եթե նույնիսկ այսօր նշանակեց, ապա մի քանի ամիս կտևի։ Հիմա խոսում են, որ արդեն համարյա մի տարի մշակվում է նոր սահմանադրությունը եւ այսպիսով դեռ պատրաստ չի, այսինքն էլի լիքը բան անելու կա։ Սա մեկ, սա իրավական գործընթացի տեսանկյունից։ Երկրորդը, եթե նշանակվեց, ապա մի քանի ամիս եւս պետք է անցնի, ենթադրենք մի կես տարի, հա, որպեսզի քարոզ իրականացվի եւ այլն, հա, ամբողջ գործընթացը անցնի։ Եվ ստեղ մենք արդեն բախվում ենք հաջորդ խորհրդարանական ընտրությունների հետ, որոնք պետք է լինեն հաջորդ տարվա հունիսին։ Եվ ամենայն հավանականությամբ սահմանադրական հանրակրվեի հարցը կարող է դրվել արդեն 2027 թվականին, հա, եւ այսպիսով Թուրքիան նոր պատրվակ գտել, որպեսզի սահմանը չբացի։ Եկեք հիշենք, որ տարբեր քարոզիչները, իշխանամետ եւ թուրքամետ քարոզիչները, թե Հայաստանում, թե արտերկրում, ասում են, որ մենք պետք է ինչ-որ զիջումներ անենք տարածքային հարցում, իրական տարածքներ զիջենք, որպեսզի Թուրքիան շլագբաումը բացի։ Հիմա տեսնում ենք, որ Թուրքիան նույնիսկ դա չի անում, չնայած Փաշինյանը բոլոր զիջումների գնաց։ Բայց այդտեղ եւս երկրորդ շերտ կա, այսինքն ինչու փոխարտգործնախարարներից գնաց հենց Ռուբեն Ռուբինյանը ու առհասարակ ինչու միայն այս երկու հոգին։ Այստեղ շատ լուրջ հարցեր կան, այսինքն Արարատ Միրզոյանի հետ կապված տարածվել է տեղեկատվություն, որ նա դեռ վաղուց, որ նա Թուրքիայի գործակալ է եղել Օմեգա մականունով եւ դա չի հերկվել։ Սա մեկ, երկրորդը Ռուբեն Ռուբինյանը սովորել է Ստամբուլում եւ ամենայն հավանականությամբ, եթե թուրքական գործակալ չէ, ապա գոնե որոշակի թուրքական նարատիվի կրող է։ Ես չեմ խոսում միայն իր հանրային հայտարարությունների մասին, այլ ես խոսում եմ այն բանի մասին, թե ինչ է ինքը սովորել այդտեղ, հա, որովհետեւ Թուրքիայի նման կայսրությունները իրենց բուհերում սովորացնում են թուրքամետ քաղաքականությունը եւ թուրքամետ պարադիգման, աշխարհայացքները եւ նաեւ թուրքամետ քաղաքականությունը անմիջապես ինչպես պետք է իրականացվի։ Եվ այդ կայսրությունների հետ կապված կա մի բացառություն, դա Ռուսաստանն է հետխորհրդային շրջանում մինչև վերջին տարիները, որովհետեւ այդտեղ արևմտյան համակարգներ տարածված կրթական համակարգում, բայց հիմա եւս փոխվել է եւ հիմա եթե մարդը գնում է Ռուսաստանում սովորում է, եւս արդեն սկսում է ռուսամետ նարատիվը կրել, կամ ասենք եթե մարդը Լոնդոնում է սովորում, արդեն այդտեղ է սովորում։ Եվ շատ քիչ են այն մարդիկ, ովքեր գնում են սովորում են եւ հետո այն սովորածից միայն գործիքներն են կիրառում, իսկ աշխարհայացքը իրենց չի փոխվում։ Պարոն Միքայելյան, այսինքն ձեր դիտարկմամբ հայ-թուրքական սահմանը չի բացվի, քանի դեռ Փաշինյանը չի փոխել Հայաստանի սահմանադրությունը։ Այս արձանագրումն ենք անում։ Չէ, իմ արձանագրումը այն է, որ ինչքան հնարավոր է Թուրքիան չի բացելու հայ-թուրքական սահմանը։ Որպես լծակ եւ ճնշման գործիք օգտագործելով դա Հայաստանի իշխանության դեմ։ Հայաստանի Հանրապետության դեմ։ Եվս մի բան ասեմ, առհասարակ իրանք լավ էլ գիտեն, որ Փաշինյանը չի կարող այս հարցը անցկացնել։ Բոլոր հարցումներով սահմանադրության փոփոխության դեմ է մեծամասնությունը։ Եվ այստեղ քանի խոսել ենք սահմանադրությունից, 3 կառավարության նիստերից հետո արդարադատության փոխնախարարն ասաց, որ իրենք պատրաստվում են սահմանադրության տեքստը գրել առանց հայեցակարգի։ Հայեցակարգը երկար ժամանակ պահանջող
գործընթաց է հայեցակարգի գրումը եւ իրենք որոշել են առանց հայեցակարգի ուղղակի սահմանադրության տեքստը դնել գուցե հանրակրվեի 2026 թվականի հերթական ընտրություններից առաջ նաեւ Եվ Փաշինյանը հանրային հեռուստաընկերության եթերում հիշում եք իր հարցազրույցում ասաց, որ չի բացառում, որ իրենք նաև հերթական ընտրության հետ դա ինչ որ կերպ զուգորդեն խորհրդարանական ընտրությունների հետ փորձեն զուգորդել։ Այսինքն արագացնում են իրենց ադրբեջանական եւ թուրքական կողմից, իրենք որոշում են առանց հայեցակարգի ինչ որ տեքստ դնել հանրակրվեի։ Դե իրավական գործընթացը ես չեմ գնահատելու, դրան ավելի պատշաճ մասնագետներ կան, իսկ քաղաքական տեսանկյունից տեսեք, ուրեմն այսօրվա դրությամբ այս սահմանադրությունը լավագույն դեպքում, Փաշինյանի համար լավագույն դեպքում, Հայաստանի համար վատթարագույն դեպքում կարող է մինչև 25% աջակցել։ Եվ այսպիսով ինչ պետք է անի Փաշինյանը, որ այս 25%-ը 51% դարձնի։ Այսպիսի կեղծիքներ ես շատ դժվար եմ պատկերացնում, որ անցկացնի։ Այսինքն, հա, իհարկե կարող է փորձել կեղծել, չնայած ասեմ, որ Գյումրիի ընտրությունները, եթե չխոսանք որոշ մանիպուլյացիաներից եւ վարչական ռեսուրսից, չեն կեղծվել։ Եվ առհասարակ վերջի տարիների ընտրությունները մեծ մասով ճիշտ են հաշվարկվել։ Այսինքն սա կլինի նորություն նաև, հա, եթե փորձի կեղծել։ Չնայած պարզ է, իր կուսակցության ներսում օրինակ ընտրությունների կեղծման փաստը մենք գիտենք, հա, ԿՊ-ի ներսում, բայց ամեն դեպքում համապետական ընտրություններ չեն կեղծվել, ավելին, կարող ենք դիտարկել, թե քանի ընտրությունում Փաշինյանը պարտվել է, հա, այսինքն տեղական ինքնակառավարման ընտրություններում գրեթե բոլոր տեղերում Փաշինյանը պարտում է, հետո փորձում է ոստիկանական կամ այլ մեթոդներով հետ բերել իշխանությունը, բայց զուտ ընտրություններում նա պարտվում է։ Այս հանրակրվեն ընդհանրապես նույնիսկ եթե չկապվի Ադրբեջանի հետ, այս կապը շատերի համար պարզ է, մեծամասնության համար պարզ է, բայց նույնիսկ եթե այդ կապը չհամարվի, ապա բոլոր հարցումներով շատ քիչ է աջակցությունը համանadrական փոփոխության, ինչը լինի այդտեղ գրված։ Բա Ադրբեջանն էլ է դա պնդում։ Ադրբեջանի համար Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու գինը Սահմանադրության փոփոխությունն է եւ նաեւ Սյունիքով միջանցք տալու հարցը օրերս 2 օր առաջ էր Ալիևը հերթական անգամ խոսել, հիշեցրել էր Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին, ասել էր, որ մենք շարունակում ենք Հայաստանից պահանջել ճանապարհ առանց մաքսային վերահսկողության եւ իհարկե միևնույն ժամանակ էլ ասել էր եւ պատերազմի վտանգ կա եւ միևնույն ժամանակ խաղաղ գործընթաց սկսելու քայլեր են արվում, իրար հակասող հայտարարություններ էր արել։ Ուրեմն ստեղից ինչ եզրակացություն իրականում ոչ մի խաղաղության օրակարգ չկա, ինչ վերաբերվում է այս Ալիևի տարբերվող հայտարարությանը, ապա այդ լսարանը եղել է արտերկրում դրսի լսարանին ուղղված հայտարարություններ, մնացած իր բոլոր հայտարարությունները ուղղված են ներսի լսարանի, որտեղ ինքը կոնկրետ խոսում է Հայաստանի ոչնչացման մասին։ Ուրիշ բան ինքը չի խոսում։ Եվ հիմար են եւ ստախոս են այն մարդիկ, ովքեր խոսում են, որ Հայաստանը հեսա կկնքի խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ, մի քիչ մնաց, մի քիչ պետք է հանդուրժենք, մի քիչ պետք է հանձնենք եւ այլն, ուղղակի չի լինելու խաղաղություն Ադրբեջանի հետ։ Ոչ պայմանագրի տեսքով, ոչ էլ առավել եւս առանց պայմանագրի, որովհետեւ նույնիսկ եթե Ադրբեջանը պայմանագիր կնքեց, այ քեզ նորություն, որ Ադրբեջանը խախտի այդ պայմանագիրը։ Հա, այսինքն Ադրբեջանը խաղաղության Հայաստանի հետ չի գնա։ Բա ինչ անենք։ Այ այստեղից պետք է սկսենք առհասարակ խոսալ։ Այս խաղաղության կոչվող օրակարգը, այսինքն պատվողականության, դավաճանության, հանձնվողականության օրակարգը, հա, այդ օրակարգը ոչ մի իմաստ չունի, ոչ մի հերանեկար չունի եւ ուղղակի միտված է որպեսզի Հայաստանի ժողովրդին խաբել այնքան ժամանակ, ինչքան ստացվում է Հայաստանի շահերը հանձնել Ադրբեջանին։ Ադրբեջանական կողմից պարբերաբար ունենք ապա տեղեկատվության տարածում, թե հայկական կողմը կրակում է իրենց դիրքերի ուղղությամբ, մինչդեռ իրենք են կրակոցներ արձակում Սյունիքի ուղղությամբ, Սյունիքի տարբեր հատվածներից գյուղերի բնակիչները լսում են այդ կրակոցները։ Մենք սահմանին ունենք կրակոցներ եւ միևնույն ժամանակ Հայաստանը եւ Իրանը երկօրյա զորավարժություններ են անցկացնում, Տեհրանը իր սահմանում, Հայաստանը հայ-իրանական սահմանին, Պաշտպանության նախարարությունը, Պաշտպանական գերատեսչությունը ոչ տեսանյութ է տարածել, ոչ լուսանկարներ, մենք ունենք ընդամենը հաղորդագրություն, որ հայ-իրանական զորավարժություններ են։ Հիմա հայ-իրանական զորավարժությունները ըստ ձեզ ինչու են հիմա այս փուլում եւ արդյոք դրանք միտված են կանխելու ադրբեջանական ագրեսիան Սյունիքի ուղղությամբ։ Ես չէի որակավորի սրանք որպես հայ-իրանական զորավարժություն։ Ես կասեի, որ սա առաջին քայլ է դեպի հայ-իրանական զորավարժություն, որովհետև միասնական զորավարժություն ենթադրում է նաև միասնական դաշտ։ Եթե մենք մի կողմից ենք անում, իրանք մյուս կողմից, դա զուգահեռ զորավարժություն է, որտեղ
դեռ անհայտ է թե ինչ համաձայնեցման աստիճան կա, այսինքն ինչ աստիճանով կողմերը համաձայնեցնում են ամեն ինչը եւ մշակում են ամեն ինչը, հա։ Այսինքն սա ճիշտ քայլ է, ճիշտ ուղղությամբ քայլ է, բայց շատ ուշացված։ Ինչու հիմա է արվում, որովհետեւ մենք տեսնում ենք, որ այս պայծրությամբ Վաշինգտոնը թույլատնում է իր ազդեցությունը հարավային Կովկասում, համարելով, որ այլևս չի կարող ստեղ ազդեցությունը պահել, եւ Հայաստանի իշխանությունները ներկայիս, որոնք միշտ նայել են, թե ինչ է ասելու ԱՄՆ-ն, եւ իրենց համար երբեք կարեւոր չի եղել Հայաստանի անվտանգային շահերի տեսանկյունից Իրանն է ավելի էական, թե օրինակ ԱՄՆ-ն, հա։ Չէ, ԱՄՆ-ն ինչ է ասելու, այս պայծրությամբ գիտեն, որ ԱՄՆ-ն ոչ մի բան չի ասելու, եւ հենց դրա համար արդեն սկսեցին խորացնել հարաբերություն։ Մեզ պետք է համապարփակ հայրենական զորավարժություն, որպեսզի ստեղծենք իրավիճակ, երբ Իրանը եւս մասնակցի Հայաստանի հարավային հատվածի պաշտպանությանը։ Հարավային հատված ասելով ես նկատի ունեմ սկսած Արարատ քաղաքից եւ ավելի հարավ բոլոր հատվածները, հա, որոնք ենթարկում են ադրբեջանական ագրեսիայի։ Եթե այստեղ այս հատվածում Իրանի գործոնը հնարավոր չի թերագնահատել, հա, որովհետեւ այդտեղ արդեն ռուսական զորքերը ներկա չեն եւ այդտեղ հայկական զորքերը թեև ներկա են, բայց շատ դժվար լոգիստիկայով եւ շատ թույլ իշխանության կողմից կառուցված ենթակառուցվածքներով եւ նաեւ շատ երկար գծով, հա, եւ մենք ունենք խնդիր։ Իրանական ներկայությունը, որը բավականին մեծ է հյուսիսային սահմանում Իրանի, որովհետեւ նաեւ Իրանը զգաց Արցախի անկումից հետո Իրանը զգաց շատ լուրջ վտանգ Ադրբեջանից, Իսրայելից, Թուրքիայից եւ այլն, եւ հիմա բավականին մեծ զորախումբ է պահում հյուսիսում, իրանական կողմը ունակ է Հայաստանին հարավը պաշտպանել։ Եվ ավելին ասեմ, վերջի տարիների ընթացքում այն, որ Հայաստանի հարավի նկատմամբ մեծածավալ ագրեսիան չի եղել, սա ոչ Ռուսաստանի, ոչ էլ Արևմուտքի շնորհիվ եղել, այլ Իրանի շնորհիվ եղել։ Դուք ասում եք հայ-իրանական ավելի մեծամասշտաբ զորավարժություն է պետք, իսկ հնարավոր է դա հակառակ էֆեկտ ունենա եւ Ալիևի ձեռքերն ազատի, որպեսզի դիմի ագրեսիայի։ Իրեն պատրվակ է, չէ՞, պետք ամեն անգամ որևէ ռազմական քայլի գնալու համար։ Ոչ, չի կարող, որովհետեւ Ալիևին պատրվակը պետք չի։ Ալիևը պատրվակը չի ունեցել ոչ 20 թվականին, ոչ 23 թվականին, ոչ էլ ուրիշ ժամանակներում։ Ալիևին պետք է, իսկ այդ պատրվակը, եթե իրան շատ պետք է, այնա ստեղծում է, հա, իբր հայկական կողմից կրակում են, հա։ Սա ուղղակի ստից պատրվակի ստեղծումն է, հա, այսինքն դատարկ պատրվակ են ստեղծում։ Ստեղ երկու բան է ամենակարևոր։ Կողմերի մտադրությունը, իսկ այն, որ Ադրբեջանը ունի մտադրություն պատերազմի, սա ակնհայտ է, եւ կողմերի կարողությունը։ Եթե մենք այս պայծրության մտադրության վրա չենք կարող ազդել, ապա Ադրբեջանի կարողության վրա պետք է ազդենք, հա։ Եթե Ադրբեջանի կարողությունը նվազեցվի, ապա ագրեսիայի հավանականությունը եւս նվազեցվի։ Ինչպես նվազեցվի։ Իրանի ներգրավմամբ։ Չափազանցված չեն Իրանից մեր սպասելիքները, պարոն Միքայելյան։ Արդյոք Իրանը Ադրբեջանի հետ գետնի վրա կգնա բախման, հանուն հայ-իրանական սահմանի։ Իրանը կարող է գնալ գետնի վրա բախման Ադրբեջանի հետ եւ կարող է չգնալ։ Ամեն ինչը կախված է նրանից, թե ինչ է Իրանը ստանալու այդ բախումից հետո։ Այսինքն, եթե Իրանը ակնկալի, որ հայկական կողմից որևէ լրացուցիչ աջակցություն չի ունենալու, որ կողմերի միջև համագործակցությունը համապարփակ չի լինելու, իսկ այս զորավարժությունը դա ոնց որ բավական հիմք չի ստեղծում։ Եթե Իրանը չի ակնկալելու, որ Իրանի ազդեցությունը Հայաստանում մեծանալու է, օբյեկտիվորեն, եթե Իրանը չի ակնկալելու, որ ունի հերանեկար հաղթելու, ապա չի գնալու բախման։ Եթե Իրանը համարելու է, որ կարող է այս բախումից ինչ որ բան ձեռք բերել կամ գոնե պահպանել, ապա կգնա, որովհետև Իրանի համար կենսական նշանակություն ունի Հայաստանի հետ կապը եւ թուրքական սեպի խրումը, այսպես ասած Հայաստանի միջոցով։ Հիմա Սյունիքով ճանապարհի հարցի լուծումը դուք ինչ կերպ եք պատկերացնում, որովհետև մենք տեսնում ենք, որ վերջին շրջանում նաեւ այդ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստան-Ադրբեջան հայտարարություններն են ահավոր պակասել։ Տպավորություն է, որ գործընթացը կանգ է առել։ Դուք հիշում եք, ավելի վաղ սահմանագծման սահմանազատման հանձնաժողովը խոսեց այն մասին, որ գործընթացը շարունակելու են։ Դա էլ է կանգնած։ Մենք չունենք որևէ գործընթացի մասին հայտարարություն, հետևապես ինչն է խանգարում, որ այս մարդիկ ինչի մասին խոսել են, բերեն դարձնեն վերջնական հանգուցային կետ։ Չկա ոչ մի գործընթաց։ Անցած տարի եղել է գործընթաց
Կիրանցի շրջանում Հայաստանի պաշտպանական գծերի եւ տարածքների հանձնման Ադրբեջանին ինչ որ շատ թույլ ոչ մի նշանակություն չունեցող թղթի դիմաց, հիմա այդ գործընթացն էլ չկա, այդքան բան։ Չկա գործընթաց։ Եթե չկա գործընթաց, դա նշանակում է դրա այլընտրանքը Հայաստանի համար, դրա բացակայությունը Հայաստանի համար ինչ է։ Եթե չկան բանակցությունների բացակայությունը ինչ է մեզ համար։ Տեսեք, բանակցությունը իբրև կա եւ միշտ էլ եղել է, բայց բանակցություններին ոչ թե այլընտրանք է եղել պատերազմ, այլ բանակցություններին զուգորդող է եղել պատերազմ։ Այսինքն մենք պետք է գիտակցենք, որ պատերազմը լինելու է եւ պետք է գործենք այնպես, որպեսզի կանխենք պատերազմը, այլ ոչ։ Ինչպես կանխենք։ Հայաստանի զինված ուժերը պետք է ուժեղացվեն եւ Հայաստանի ալյանսները պետք է ուժեղացվեն։ Դուք ասում եք Հայաստանի ալյանսները ուժեղացնեն, արտգործնախարարությունը վերջերս տարածեց հայտարարություն, որ ՀԱՊԿ-ին այո Հայաստանը գումար է պարտք եւ այդ անդամավճարը չի վճարելու։ Սա ալյանսը թույլատնելու մասին է, փաստորեն, ոչ թե ուժեղացնելու։ Եթե Հայաստանի ներկայացուցիչները գնում են Անտալիա եւ այդտեղ են խոսում, եւ Ռուսաստանի հետ ցանկացած խոսակցությունը ինչքան էլ Ռուսաստանի նկատմամբ կարող է դժգոհություն լինի արդարացված եւ այլն, բայց Ռուսաստանի նկատմամբ ցանկացած խոսակցությունը բացասական ֆոն ունի իրենց համար, իսկ Թուրքիայի նկատմամբ ցանկացած խոսակցությունը դրական եւ Ադրբեջանի նկատմամբ եւս, այս իշխանությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ գրեթե չեն խոսում, հակառակը միշտ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին խոսելիս խոսում են հնարավորությունների մասին, Ռուսաստանի հետ խոսելիս միշտ խոսում են խնդիրների մասին, ապա մենք հասկանում ենք թե ինչ քաղաքականություն են նրանք իրականացնում, ինչ ալյանսների մասին կարող ենք խոսալ։ Մենք Թուրքիայի հետ ալյանսի, որը իդեպ այս իշխանությունները ասել են, որ ինչու Թուրքիան ուզում է, այսպես ասած, Հայաստանին խոչընդոտել կամ Հայաստանի դեմ անելով գնալ դեպի Միջին Ասիա, մենք կլինենք այդ կամուրջը, որպեսզի Թուրքիան գնա, այսպես ասած, Միջին Ասիա, այսինքն մենք պանթուրանական ծրագրի մի մաս պետք է դառնանք այս իշխանությունների։ Բա ոնց պետք է ալյանսները ուժեղացնեն, եթե նման նպատակ չունեն։ Այսինքն դուք նկատի ունեք, որ թիրախավորված գնում են Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս հանելու եւ Թուրքիայի հետ, երբ ասում եք ալյանս, ինչ եք պատկերացնում, դա ինչ ինտեգրացիոն կառույց է լինելու։ Այս իշխանությունները գնում են դեպի Թուրքիայի կլիենտ, Թուրքիայից կախված պետություն դառնալու ուղղությամբ։ Ոչ թե ուղղությամբ, այլ արդեն այդտեղ ենք, որովհետև ցանկացած պարագայում, երբ Հայաստանում իշխանության հարց է դրվում օրակարգի վրա, ուրեմն իշխանությունները Թուրքիայի իշխանությունները հայտարարում են, որ Փաշինյանին աջակցում են, որ չեն թույլ տա, որ Հայաստանում իշխանությունը փոխվի, մենք նման դեպքեր ունենք, հա։ Թուրքիայի կողմից բազմաթիվ աջակցության խոսքերն են ուղղվել անձամբ Փաշինյանին եւ այսպիսով, եւ հետո կարող ենք հիշել խայտարակ կադրը, երբ Փաշինյանին Էրդողանը իր գիրքը նվիրել եւ նման եւ բացի այդ իհարկե բազմաթիվ ոչ թափանցիկ կոնտակտներ, որոնք օր ու գիշեր իրականացվում են։ Դե իշխանությունը ինչ է ասում, ասում է հաշվի եմ առնում այն իրական ռեսուրսը, որը ունի Թուրքիան, եւ հաշվի եմ առնում, որ Թուրքիայի հետ հավերժ կռիվ խաղալ չեմ կարող, պետք է ինչ-որ ձև հարաբերություն հաստատեմ։ Բա Թուրքիան չի խաղում այդ կռիվը։ Թուրքիայի կողմից ագրեսիան ուժեղն է, փոքրը պարտված է, ես եմ հետևաբար, ես պետք է լինեմ ինչ որտեղ զիջումներ անողը։ Դե ուրեմն եկեք ցրենք Հայաստանի Հանրապետությունը, ինչպես որ Փաշինյանը կապի մեջ լինելով Սամվել Շահրամանյանի հետ համաձայնվել է կամ դրդել է, որպեսզի ինքը լուծարի Արցախի Հանրապետությունը, Փաշինյանը գնում է դրան։ Իհարկե ավելի թույլը չպետք է ավելի շատ զիջումներ անի, որովհետև այդ պարագայում ինքը գոյություն չի ունենա։ Չէ, հիմա տեսեք, Փաշինյանը ինչ է ասում, ասում է ես կանգնած եմ փաստի առաջ, կամ պետք է լեզու գտնեմ, հետները հարաբերություն հաստատեմ, կամ ձեր ասածն է լինում, իսկապես ցրվում է Հայաստանի Հանրապետությունը։ Չէ, Փաշինյանը կեղծ երկընտրանք է ստեղծում, մեկ եւ երկրորդը Փաշինյանը սուտ է խոսում եւ երրորդը Փաշինյանը սուտ պարադիգմա է ներկայացնում, որը հետեւյալի մեջ է։ Առաջինը, երկընտրանքը նրա մեջ չի, որ Հայաստանը Թուրքիայի հետ հավերժ պայքարի եւ Հայաստանը կործանվի, հա։ Այսինքն այս օրակարգը, որով ինքը գնում է բոլոր քայլերում զիջելը, դա կործանվելն է։ Իսկ մյուսը ինքը ասում է, որ հավերժ պատերազմն է։ Բայց այդ պատերազմը, տեսեք, մենք պետք է հասկանանք բարձ բան, լինելու է անկախ մեր քայլերից Թուրքիայի քաղաքականությունը թե չէ, շարունակվելու է։ Եթե Թուրքիան 30 անգամ ավելի մեծ է Հայաստանից, ապա Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի քաղաքականությամբ պայմանավորված չէ։ Այսինքն
Թուրքիան որոշում է ինչ քաղաքականություն է ունենալու Հայաստանի Եվ Հայաստանը չի կարող ազդել այդ որոշումների վրա։ Այո, հենց այդ պատճառով Հիմա Փաշինյանն ասում է, ինձ պարտադրում են, ասում են ազդին նրա որոշման վրա։ Մի համաձայնի նաև Չէ, կներեք, եկեք ճիշտ ներկայացնենք։ Ինքը չի ասում դա։ Փաշինյանը ասում է հետևյալը. Ես փորձում եմ ազդել Թուրքիայի որոշումների վրա։ Ես մեղմացնում եմ իմ քաղաքականությունը, ամեն ինչը տալիս եմ, որպեսզի Թուրքիան տեղավորվեմ նրանց դաշտում։ Չէ, որ Թուրքիան փոխի իր թշնամական քաղաքականությունը։ Ինքը փորձում է հանձնելով Հայաստանի տարածքները փոխել Թուրքիայի քաղաքականությունը։ Իսկ ինքը հանձնում է տարածքները, իսկ Թուրքիայի քաղաքականությունը չի փոխվում։ Տենում ենք, այսինքն իրականությունը հակառակն է։ Այո, Թուրքիայի քաղաքականության վրա մենք չենք կարող ազդել։ Բայց սա չի նշանակում, որ մենք պետք է մեր բոլոր դաշնակցային կապերը ցրենք, որ մենք պետք է մեր անվտանգությունը չզարգացնենք, որ մենք պետք է ցեղասպանության ճանաչումից հրաժարվենք, այս ամեն ինչը զսպել է Թուրքիային, ոչ թե դրդել է պատերազմի։ Թուրքիան գնացել է պատերազմի ոչ թե որովհետև Հայաստանից վախեցել է եւ Հայաստանը թշնամական է անցալել։ Ոչ, Թուրքիան գնացել է պատերազմի, որովհետև այդպես է իր շահերը հասկանում եւ որովհետև Հայաստանի ու Թուրքիայի միջև կա քաղաքակրթական սահման, որը միշտ է ծնելու պատերազմ եւ որովհետեւ Թուրքիան շարունակում է այն քաղաքական գիծը, որը ինքը դարերով տարել է։ Հիմա անիմաստ խոսալ, որ հիմա Փաշինյանը եւս մի գյուղ տա Ադրբեջանին եւ դրանով կամ սահմանադրությունը փոխի։ Տեսեք, եթե պետությունը իր թշնամիների դրդմամբ փոխում է սահմանադրությունը, ապա այդ պետությունը այլևս ինքնիշխան չէ, նույնիսկ ֆորմալ։ Այսինքն սա կլիենտ պետություն է, կախված պետություն է, այս պետությունը որպես ինքնիշխան անկախ պետություն գոյություն չունի։ Սրան է գնում Փաշինյանը։ Բայց ասում եմ, ինքը դա չի կարողանալու իրականացնել, թուրքերը դա շատ լավ գիտեն, հենց այդ պատճառով պարտադրում են հանրաքվե իրականացնել, որպեսզի հետո ասեն, ահա տեսեք, ոչ թե Փաշինյանն է, այլ հայ ժողովուրդը միևնույն ժամանակ, եւ հետո պատերազմ անեն։ Իսկ հետո Փաշինյանը ասի, ահա տեսեք, դուք եք մեղավոր։ Բայց ինքը դա սցենարը հետեւյալն է՝ դնել հարցը հանրաքվեի, ստանալ ոչ, ստանալ մերժում, լինի ռազմական ագրեսիա, ասեն հայ ժողովուրդն է մեղավոր ռազմական ագրեսիայի։ Բա Փաշինյանը այս վերջի 5 տարի ինչով է զբաղվում, բացի դրանից որևէ բան արել է։ Չէ, սա է արել։ Այսինքն ձեր գնահատմամբ հայ-թուրքական հարաբերությունները ավելի լավ է մնան այս վիճակին, չբացվի հայ-թուրքական սահմանը, որովհետեւ մենք չենք բացողը։ Իրենք են փակել, իրենք էլ պետք է բացեն, այո, բայց ավելի լավ է մնա այս վիճակում, քան բացվի Հայաստանից արվող զիջումների հաշվին։ Չէ։ Էլի եկեք ճշգրիտ հասկանանք։ Հայաստանը առհասարակ պետք չէ զիջումներ անի Թուրքիային։ Ասում եք, դա կապված չէ։ Պետությունները հնարավոր չէ առանց զիջումների ապրեն։ Այս մարդիկ ԿՊ-ն ինչ ասում են, փոքր ենք, չենք կարող։ Այն պետությունները, որոնք զիջումներ են անում, իրանք գոյություն չեն ունենա։ Իսկ եթե զիջումներ չեն անում, հայտնվում են պերմանենտ պատերազմների մեջ, դա ոնց է լինում։ Մենք արդեն հայտնվել ենք պերմանենտ պատերազմների մեջ զիջումների ֆոնին։ Հիշեցնեմ, որ Փաշինյանը նախքան 2020 թվականի պատերազմի ճակատագրական զիջումների գնաց բանակցային գործընթացում, անցնելով փաթեթային տարբերակից դեպի փուլային տարբերակ։ Արդեն։ Այսինքն սա խանգարեց Ադրբեջանին Արևմտյան Ադրբեջանի Հանրապետություն հռչակելուց 2020 թվականի մայիսի 11-ին չի խանգարել, չէ՞։ Այսինքն մենք ինչի մասին ենք խոսում, այս քաղաքականությունը Թուրքիայի չի փոխվելու, Փաշինյանի օրակարգը կեղծ է եւ թուրքամետ է եւ այս օրակարգի մեջ տեղավորվել կամ խոսալ, եթե դու փոքր պետություն ես ու շարունակում ես զիջել, դու ելի փոքրանալու ես, քո հակառակորդը մեծ է եւ ավելի մեծանալու է քո հաշվին։ Ինչի համար ինքը պետք է կանգնի։ Իդեպ իշխանությունը ինչ է ասում, իրենք ասում են, այո, փոքր պետություն ենք, մեր շանսերը պետք է ռեալ հաշվի առնենք եւ եթե պետք է գնանք զիջումների, որ գոյատևենք, գոյություն ունենանք եւ մեզ ցլերը ոտատակ չտան, եւ միևնույն ժամանակ այս իշխանության բարձրագույն ներկայացուցիչներն ասում են, որ Հայաստանը պետք է դառնա ոչ բլոկային պետություն։ Սրան էլ եմ ուզում անդրադառնալ։ Եթե փոքր եք, ինչպես եք դառնում ոչ բլոկային։ Եկեք բարձ բան հասկանանք։ Այս իշխանությունները տանում են մի քաղաքականություն։ Հայաստանը ռուսական ազդեցության գոտից հանելու եւ թուրքական ազդեցության գոտի մտցնելու քաղաքականություն։ Եվ ստեղ երկու բան պետք է հասկանանք։ Այսինքն անկախ նրանից սահմանը բացումա թե չէ, մենք հիմա սա չենք քննարկել։ Անկախ նրանից թե ինչ գործընթաց է գնում, Հայաստանը չպետք է զիջումներ անի, առհասարակ որևէ զիջում Թուրքիային Հայաստանը պետք է չանի։ Սա մեկ։ Այսինքն կամ զրոյական տարբերակ կամ Հայաստանը պետք է զիջումներ ստանա։ Ճիշտը երկրորդն է։ Մենք առհասարակ այս զիջումների տրամաբանությունից, այս գիտեք, այս Թուրքիայից Հայաստանը զիջում ստանա, դա ռեալ է։ Իհարկե։ Իհարկե։ Ինչպես։ Բա որ այդպես էր, ինչու 30 տարի չէր ստանում։ Մի քանի անգամ շատ մոտ ենք,
բայց նախ մի քանի անգամ նաև դիվանագիտական սխալներ եղան եւ բացի այդ, գիտեք ինչ, նախ 30 տարի չի տարվել քաղաքականություն Թուրքիայի զիջումներ կորզելու։ Այդ քաղաքականությունը տարվել է մասամբ Քոչարյանի եւ մասամբ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, բայց չի տարվել Փաշինյանի եւ Տեր-Պետրոսյանի օրոք։ Եվ սա շատ կարեւոր տարբերություն է, որովհետեւ Թուրքիայում միշտ դիմացել են, որ կարող են ունենալ Հայաստանում թուրքամետ իշխանություն։ Սա մեկ եւ այդ պատճառով իրանք միշտ հույս ունեն, որ բերելու են թուրքամետ իշխանություն Հայաստանում եւ ճիշտ էին հաշվարկում, որովհետեւ նպաստում էին դրան։ Եվ այսպիսով հնարավոր չի ինչ որ բան կորզել հակառակորդից, եթե ինքը ակնկալում է, որ քո դիրքորոշումը փոխվելու է։ Այսինքն, եթե ինքը գիտի, որ քո դիրքորոշումը չի փոխվելու, միայն այն պարագայում, օրինակ հիմա Թրամփին ինչու շատերը չեն զիջում, որովհետեւ ակնկալում են, որ 2 տարուց Ամերիկայում իշխանությունը փոխվելու է։ Սա մեկ։ Երկրորդը 30 տարի երբեմն բավական չէ։ Իսրայելը օրինակ Ամերիկայի ամբողջ աջակցությամբ եւ Իսրայելը ավելի մեծ ռեսուրսներով ամենասկզբից Իսրայելը ավելի մեծ ռեսուրսներ ունեցել քան Հայաստանը եւ էլի բազմաթիվ պլյուսերով ամեն դեպքում 70 տարի է տևել, որպեսզի ինչ որ զիջումներ սկսի ստանալ հարևաններից եւ հակառակորդներից։ Այսինքն պետք է մի քիչ սկսենք մեծ մտածել, երկարատև մտածել եւ պետք է մեր շահերից մտածենք, այսինքն այն մտածենք, որ դե ինչ անենք, պետք է հանձնենք Թուրքիային, դա սխալ մտածելակերպ է, այդպես ոչ մի պետություն չի կառուցվել, այդպես պետությունները քանդվել են։ Այս մտածելակերպով եւ այս քննարկումներով մենք այս պետությունը կքանդենք։ Այսինքն Հայաստանը պետք է ստեղծի այնպիսի անվտանգային ճարտարապետություն, որը թույլ չի տալու Թուրքիային ագրեսիա իրականացնել։ Մտածել ում հետ ստեղծի։ Բազմաթիվ երկրներ կան, որոնք չեն ուզում մեծ Թուրանի ստեղծումը եւ մեծ Թուրանի չստեղծման կամ կասեցման ամենամեծ եւ ամենալավ տեղը Հայաստանն է։ Ավելի լավ տեղ գոյություն չունի։ Այդ պետությունների շարքում է թե Ֆրանսիան, թե Ռուսաստանը, թե Իրանը, թե Չինաստանը, ԱՄՆ-ի հետ կապված համոզված չեմ, բայց կարող ենք ասել բազմաթիվ արաբական երկրներ եւ նույնիսկ Միջին Ասիայում բազմաթիվ երկրներ կան, որոնք եւս շատ կասկածով են նայում Թուրքիային։ Այսինքն այստեղ աշխատելու տեղ կա, ուղղակի մենք պետք է մեր մտածելակերպը մի քիչ փոխենք եւ դադարտանք զիջումների մասին խոսալ առհասարակ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ զրուցակիցս այսօր Հրանտ Միքայելյանն էր, այսքանը ցտեսություն։